Մենք գիտեք, որ գյուղա բոլոր իրար ճանաչում են, մենք ստե արդեն 70 տարի է բնակվում ենք այս գյուղում։ Մենք բոլորին ծերից արմատներից բռնցած բոլորին տատիկներով, պապիկներով գնացածներին բոլորին ճանաչում ենք։ Իրանց էլ ենք ճանաչում։ Իրանք մի հատ sense բան ասեմ, էլի որ էդի ես մի քանի ամիս առաջ եմ ասել, Գագո կոչեցյալը իր ընտանիքով նժդեն մի հատ խոսք ուներ, չէ, որ հայի տականք աշխարհը չունի, այդ Գագոն այդ տականքն է մեր ազգի։ Եթե հիմա այդ մերի հերը այդ որ հիմա այդ տականքներին կառավարություն ուզում է պաշտպանի կամ քպական դարձնի կամ ինչ, իրանք էլ այդպես բլվելու են, սենց վատ մարդկանցով շրջապատվելով։ Ես ուզում եմ թող սաղ իմանան, ես բոլորի հետ էլ հարցեր, եթե մեկը ունի, թողա ես սաղ իրանց ասեմ։ Այդ արմատները շատ խորքից եկել, 10 տարի առաջ էլ նման բաները կրկնվել է, մենք գիտենք, բայց ով է ջուր լցնում այդ արմատներին, արդեն թող իրանք մտածեն, որ պետք է բացահայտվի սա։ Չբացահայտվի, այսքան մարդու այսքան ժողովուրդ, որ հավաքվել են, բոլորը մեկը մյուսին ճանաչում են, բոլորը մեկը մյուսին հարգում են, որ դպրոցներ են կառուցում, լավ են անում, ես ճանապարհ կառուցում լավ են անում, բայց եթե մեջի դասատուները լավը չլինեն, այդ երեխեքը ինչ պիտի սովորեն։ Հա, ես էտա իրանց հասկացողությունը պետք է իրանք ճիշտ կառավարեն, ոչ թե վատ մարդկանց տեղ տան, շրջապատած պահեն, եթե իրանք չեն, ինչքան բյուջեից փողեր են ծախսում դրանց տականքներին, ազգի տականքներին պաշտպանելու համար։ Ինչի համար։ 10 տարվա պատմություն, հա, ինչ այդ տականքները իր հերն էր ժամանակ, որ ուզում էր գյուղապետ դառնալ, ասում էր ես իմ տղային ժերտվա կտամ, բայց ես գյուղապետ պիտի դառնամ ու չդառավ տենց էլ։ Այդ իր տղայի Գագոյի խոսքերը, Գագոն, որ հիմա ուզում է գազտեղ ապի, Գագո Ախտոյանը, իր բերանի խոսքերն են, շատերի մոտ ասես, թե որ բոլորը չեն արտահայտվում, չեն ասում, խոսալը լավ, մենք գետ չենք, որ ամեն ինչ գրական խոսան, կամ ես եմ ինչ ձևի, գյուղի ժողովուրդ ենք։ Պատճառներով է եղել սպանությունը։ Թե ինչ արդեն թող կառավարությունը ինքը որոշի, ես առաջ օրվանից էլ ասում եմ, եթե սա ինչ է ասում, չի կարող խոսալ, լալա չի խոսում։ Թե ինչ ախ, մենք չգիտենք, չեն հասկանում, իրանք հաց են ուտում, կարող են մենք ուրիշ բան, մենք էլ ենք հաց ուտում, հասկանում ենք ամեն ինչը, որ պետք է լինի շուտ կբացահայտեն եւ սա ժողովրդի եւ իրանց պատիվը եւ ժողովրդի հարգանքը իրանց կողմը կլինի, եթե այտենց ճիշտ պետք է պահեն իրանց։ Այսինքն հայրու որդի միշտ ցանկացել են որ միշտ դե որդին լակոտ ա եղել, էսի իր հորից է գալիս, հա, իրանք միշտ ձգտել են որ գյուղապետ դառնան, իրանց գործը դառնա դա։ Նրանք ես ասում եմ տականքը ինչ է ուզում լինի, որ կուսակցություն լիներ, եթե իշխող լիներ, իրանք նրա հետը պետք է լինեին, ու եղել է տենց անցյալում էլ։ Ու մենք ստե բոլոր իրանք ճանաչում է։ Այդ ինչ է կողքեր իրանք մեջ, մեր նման տղեկը, որ հարգանք պատվեն վայելում, իրանք չկան այդ կողում, այդ շրջապատում չկան հարգանք վայելող մարդկանց կողքում։ Ոչ ոք չկա իրանցից։ Ոչ միտեղ չեն ֆռացել 10 տարի է իրանք գյուղի մեջ ընդհանրապես մենակ իրանք դրան դեմն են հաճացել շան նման որ մենակ դրան դեմն է հաճում։ Ես խնդրում եմ ճիշտ սա ամբողջը տեղեկացնեք, որ այդ տականքներին նժդեի ասած խոսքերը այդ տականք եկավ մեզ է ռաստ եկավ, հիմա մենք հասկացել ենք, ուզում ենք իրանք էլ բոլորը հասկանան սա իրոք այդ տականքներն են, եթե մեկը հարց ունի, թողա ես ամբողջ իմ ասացի պատասխանատվություն ու ապացուցեմ ամեն ինչը։ Եթե հարցեր կան, ես Մերձավանում բնակվում եմ, Ռուբեն անունս, թողան խնդրեմ։ Ես ամեն ինչ ապացուցողական, քանի տարիների մեջ լինի, ես ամեն ինչը կասեմ։ Ես Վարոջայի հորեղբայրն եմ, հա։